Մեկ վայրկյանը երբեմն բավական է, որ մարդու կյանքը բաժանվի երկու մասի։ Անահիտի կյանքում այդ վայրկյանը 4 տարի առաջ էր։ 32 տարեկանում տեղի ունեցած դժբախտ պատահարը փոխեց նրա առօրյան, հնարավորություններն ու սովորությունները։ Ամուսնուս հետ գնացինք արդիկ իր հայրական տուն ու պետք էր պոպոկը ոնց էր թափահարել, որ այդ պոպոկները հավաքել։ Փորձեցի ներքևից թափահարել, չստացվեց ոչ մի կերպ, բարձրացա ծառը, շատ պատահական ընկա։ Հենց այդ պահին չպատկերացրեցի, թե իրականում ինչ է կատարվում իմ հետ, բայց հենց միանգամից զգացի, որ ոտքերս արդեն անշարժացել են ու չեմ կարողանում ոչ մի կերպ շարժել։ Այսօր Անահիտը տեղաշարժվում է անվասայլակով։ Ասում է, ամենադժվարը ոչ թե նոր պայմաններին հարմարվելն էր, այլ սեփական ուժերին կրկին հավատալը եւ հասկանալը, որ կյանքը շարունակվում է նաեւ այս իրականության մեջ։ Երբեք ոչ մեկ չի ասել, թե Անահիտ դու չես քայլելու, բայց երբեք ոչ մեկ հույս էլ չի տվել, թե դա կլինի շատ շուտով ու դա կլինի հեշտ։ Միշտ ասել են պատրաստվի նրան, որ շատ դժվար երկար ճանապարհ ունես անցնելու։ Ես անցել եմ այնքան մարդկանց հետ այս ճանապարհը, ովքեր որ 20 տարի, 30 տարի այս նույն վիճակում են ու չունեն այդ քայլելու արդյունքը։ Ու բավականին բարդ է ու դժվար է այդ միջավայրում, այդ պայմաններում դու մտածես, որ դու քայլելու ես։ Բայց ես միշտ առաջին օրվանից միշտ մտածել եմ, որ ես քայլելու եմ, սա ուղղակի փորձություն է, որի միջով ես կանցնեմ ու հաստատ կքայլեմ։ Անահիտը 36 տարեկան է։ Դժբախտ պատահարից առաջ նրա առօրյան ոչնչով չէր տարբերվում հազարավոր մարդկանց առօրյայից։ Ընտանիք, երեխաներ, տնային հոգսեր, շտապողականություն։ Նա չէր մտածում քայլելու, վազելու կամ աստիճաններով բարձրանալու մասին, մինչև այն օրը, երբ այդ ամենը դարձավ նպատակ, ոչ թե սովորություն։ Մի օր այն որ սենց հոգնած բողոքեցի այս ամեն ինչից, մտածելով, որ այս չափազանց շատ է իմ համար ու ես չեմ կարողանում այլևս տանել ու այնպես լինի, որ այսպես ասած ամուսնու ներգրավվածությունը երեխաների կյանքին ու այդ հոգսերին, գիտեք, սովորաբար ամուսիններն աշխատում են, ֆինանսական հարցերը եւ այլ, ես շատ ուզեցի, որ այդ ամեն ինչը լինի։ Ես մի քիչ հանգստանամ ու այս ամեն ինչը ոնց որ կիսվի, այսպես ասած, բայց եկավ այն օրը, երբ որ ամեն ինչը ոչ թե կիսվեց, այլ լրիվ տեղափոխվեց իր վրա։ Բժիշկները նկարագրեցին վնասվածքը, բայց ոչ ոք չէր կարողանում նկարագրել այն ճանապարհը, որ սկսվում է այն պահին, երբ հասկանում ես կյանքդ այլևս նույնը չի լինելու։ Նեղված էի այն սիտուացիայից, որ ես սայլակին եմ ու պատուհանի մոտ նստած դուրս էի նայում ու որոշեցի, որ վերջը սայլակն ինձ էլ պետք չի, ես սայլակով մարդ չեմ, սայլակ ուղղակի պատուհանից դուրս շպրտեցի։ Անահիտն ասում է, ամենադժվար պայքարը ոչ թե մարմնի, այլ մտքի հետ էր։ Պետք էր ընդունել նոր իրականությունը, սովորել ապրել նոր պայմաններում եւ ամեն օր գտնել առաջ շարժվելու պատճառ։ Այդ պատճառներից ամենամեծը նրա տղաներն էին։ Ես փորձում եմ մամա մնալ, դա շատ բարդ է այս պարագայում, որովհետև անգամ երեխան չի հասկանում, որ դու այդ խնդիրն ունես ու դա քո համար դժվար է, դու պարտավոր ես իր համար լինել չտարբերվող մյուս մամաներից։ Այսօր նրանք արդեն սովորել են մայրիկին տեսնել անվասայլակին։ Այդ պատկերը նրանց համար ոչ տարօրինակ է, ոչ օտար։ Հակառակը, Անահիտն ասում է, որ երբեմն նույնիսկ զգում է, տղաները հպարտանում են իրենով, երբ տեսնում են, թե ինչպես է հաղթահարում բարդ շարժումները։ Իրենք սովորում են սեբաստացիոն, որտեղ որ մի քիչ այլ է իրենց մոտեցումը ու ծնողները պետք է անընդհատ ներկա լինեն երեխաների հետ կապված ցանկացած միջոցառմանը։ Դու երբ որ գնում ես, դու պետք է ներգրավված լինես։ Իրենք շուրջ պար են բռնում, պարում են բոլոր ծնողներով բան։ Ու իմ համար բավականին դժվար է եղել, ամենադժվար բաներից մեկը հենց այդ է եղել, օրինակ, որ գնալ ու ներկա լինել այդ ամեն ինչին ու հեռվից նայել, թե ոնց է մյուս ծնողները այդ շուրջպարին մասնակցում, իսկ դու հեռվում նայում ես։ Դիտում էր ու ժպտում, բայց սրտի խորքում ուզում էր այդ պահին լինել նրանց կողքին, բռնել տղայի ձեռքն ու պարել նրա հետ։ Գուցե հենց այդ պատճառով էլ ամենաշատը կարոտում է պարելը։ Շատ եմ սիրել ու հատկապես ոտքերով պարելը, իմ մոտ, չգիտեմ, ոտքերի շարժումներն ու պարը իմ համար իմ կյանքում շատ մեծ տեղ են ունեցել ու ես այսօր ամեն օր պայքարում եմ դա վերականգնելու համար։
բայց երազանքները չեն ավարտվել։ Այսօր նա ցանկանում է ճանապարհորդել։ Մեր ամենամեծ նպատակներից մեկը հենց դա էր ու անգամ ուզում ենք ավտոտնակներ, որ լինում են, դրանցից ունենանք ու ամբողջ աշխարհով ճամփորդենք։ Ունի եւս մեկ մեծ նպատակ՝ գիրք գրել։ Շատ վաղուց, երբ որ սկսեցի իմ էմոցիաների մասին գրել, արտահայտել էջումս, շատ ընկերներ միշտ ասում էին Անահիտ անպայման պետք է գիրք գրվի, Անահիտ այս մտքերը ափսոս եմ որ դու չարտահայտես ու այդ միտքը ոնց էր այդպես ծնվեց։ Ես կուզենամ ունենամ այն գիրքը, որը կփոխի իսկապես մարդկանց կյանքը։ Հուսա մի օր կնկարվի նաև ֆիլմ այս ամենի մասին։ Ասում է այս ճանապարհը միայնակ չէր հաղթահարի։ Ամուսինը խոհանոցը վերափոխել է այնպես, որ կարողանա ինքնուրույն պատրաստել։ Ամենադժվար բաներից մեկը ճաշ պատրաստելն է, այսպես ասած, հենց սուպիկներ ասվածը, որ տղա շատ է սիրում, ու ես պետք է փորձեմ միշտ անել։ Ամենաբարձը այդ կաթսայի մեջ նայելը, այդ եռացրած ջրի հետ գործ ունենալը եւ այլն ու դեպքեր են եղել, որ այդ կաթսան այտենց շուռ է եկել իմ վրա կամ տանը։ Պատմում է նաև ընկերների մասին, որոնք երբեմն առանց նախազգուշացնելու կերակուր են պատրաստում ու կաթսան ձեռքներին գալիս իրենց տուն։ Ասում է, դա ոչ թե խղճահարություն է, այլ հոգատարություն։ Երբ ես հիվանդանոցում հայտնվեցի, ռեանիմացիայում պարկած էի, բուժքույն եկավ, ասեց Անահիտ ջան, քո 4 քույրիկներն են եկել ու նստած այնպես են լացում, մեկը մյուսին հանգստացնում ու ես չգիտեմ ինչ վերաբերմունք ցույց տամ, չգիտեմ, չի կարելի ներս մտնել, բայց ես իրենց թույլ կտայի, չկարողացան իրենք ասում, այնքան այնպես են լացում ու եկել էին, քեզ գիրք թողեցին ու գնացին։ Այդ գիրքը Նարեկացին էր, որ բերել էին։ Անահիտն ասում է, որ այլևս չի կենտրոնանում կորցրածի վրա։ Փոխարենը փորձում է նկատել այն, ինչ դեռ ունի։ 4 տարի առաջ մեկ վայրկյանը փոխեց նրա կյանքը, բայց այդ վայրկյանը չկարողացավ խլել ամենակարևորը՝ ապրելու ցանկությունը։ Նրա կարծիքով կյանքը միշտ չէ, որ մարդկանց տալիս է ընտրության հնարավորություն, բայց այն միշտ թողնում է ընտրություն, ինչպես ապրել դրանից հետո։ Անահիտն ընտրել է ստեղծելը, ժպտալը, սիրելը, երազելը։ Սվետլանա Պետրոսյան, Տարոն Ղանդիլյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։